Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին, բարև ձեզ պարոն Հակոբյան, շնորհակալություն, որ այստեղ եք, այսօր պարոն Հակոբյանը կներկայացնի պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հարկվճարողներ, մեր մեծ ընտանիքի սիրելի անդամներ, եթե կարճ այսօրվա ուղերձը հղենք, ապա մեր մեծ ընտանիքի բյուջեի գործերը լավ են, որի համար ցանկանում շնորհակալություն հայտնել բոլորից հետ, եւ դրա մասով նախ խոսեմ մեր համատեղ արդյունքներից, այնուհետև մեր կատարած աշխատանքներից։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկվճարողների հետ համագործակցությամբ ապահովել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որը նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից բյուջեով ավել է 13.4 միլիարդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից 7.4 միլիարդ դրամով։ Եթե խոսենք անցած տարվա նկատմամբ դինամիկայի մասին, ապա մոտ 14%-անոց աճ ունենք, ավել է հավաքագրվել անցած տարվա 9 ամիսներից 246 միլիարդ դրամ։ Ինչ է սա նշանակում եւ որքանով է արդյունավետ այս արդյունքը հարկվճարողների հետ համատեղ գրանցված, նշեմ, որ տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում ունենք, որը մեր տնտեսական գործոններին զուգահեռ եւ որի վրա մեր տնտեսական գործոններին զուգահեռ ծանրակշիռ ազդեցություն ունի վարչարության արդյունավետության բարձրացումը, որը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, ինչու եւ ինչպես։ Առիթ ունեցել եմ թվարկել դրանք ազգային ժողովի տարեկան հաղորդման ժամանակ, սակայն այս ասուլիսը օգտագործելով ավելի կոնկրետ կմանրամասնեմ այն գործոնները, որոնք ընկած են այս ցուցանիշների հիմքում։ Նախ ամենաառաջին կարևոր գործոնը, որովհետև մեր ամենօրյա ջանքերի ու բարեփոխումների առանցքում մարդակենտրոնությունն է, հիմնված եւ արդարության եւ հոգատարության վրա, որի հենքի վրա կառուցվում են նաեւ մեր հանրային խոսքը եւ շփումները հարկ վճարողների հետ։ Մյուս գործոնները վերաբերում են վարչարությանը։ Նախ նշեմ, որ մեր բոլոր գործիքներով ստուգման եւ ուսումնասիրության բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, բայց այստեղ էականը ոչ թե այդ թիվն է, այլ թե ինչ է տեղի ունենում դրա կառուցվածքում, եւ նշեմ, որ մենք բարելավում ենք վերլուծական գործիքների դերը, ինչը նշանակում է անշփում վարչարություն հարկվճարողների հետ, այսպես օրինակ 9 ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկվճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է 57 միլիարդ դրամ գումար, որը շուրջ 9%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մյուս գործոնների խումբը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, եւ այստեղ մի քանի ցուցանիշ եմ ուզում մեջբերեմ։ Նախ առաջինը հաշվարկային փաստաթղթերի հետ կապված վիճակագրությունը։ Հաշվարկային փաստերը ուղեկցված գործակների իրացման շրջանառությունը աճել է 15%-ով, իսկ դրանց դուրսգրման քանակը 17%-ով։ Մանրածախ առևտրի եւ ծառայությունների շրջանակներում անկանխիկ վճարումների քանակը աճել է 55%-ով, իսկ գումարը 32%-ով։ Չգրանցված աշխատողների հայտնաբերման ուղղված ստուգումներով արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող, ինչը ավել է նախորդ տարվա նկատմամբ 28%-ով։ Մեզ երբեմն տարբեր դրվագներով մեղադրում են կոշտության մեջ։ Օբյեկտիվ կոշտությունը անխուսափելի է, որի մասին բազմիցս խոսել եմ։ Այնուամենայնիվ, ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշ նշեմ, որպեսզի հասկանաք, թե մենք որքանով ենք բարձրացնում այդ որոշակիորեն կոշտ գործիքների արդյունավետությունը։ Նշեմ, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 25%-ով նվազել է անցած տարվա 9 ամիսների նկատմամբ, եւ դրանց թիրախայնությունը էապես բարձրացվել է։ Արդյունքում ուրեմն հայտնաբերվել է շուրջ 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որը անցած տարվանից ավել է 97%-ով։ Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավել է շուրջ 52%-ով։ Ինչպես է սա տեղի ունենում, որովհետև մենք կիրառում ենք նոր գործիքներ, մասնավորապես թվային հետախուզության գործիքներ, եւ դրա վառ օրինակներից մեկը վերջերս լսեցիք, մենք մի սերվեր ենք հայտնաբերել
որի արդյունքում նախնական հաշվարկներով շուրջ 34 միլիարդ դրամի սվերային շրջանառություն է միայն դրանից հայտնաբերվել, եւ եթե փորձենք դա վերածել հարկի, 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, սա դեռ նախնական ուսումնասիրություններն են, դեռ շարունակվում են։ Բացի դա, նաև մենք ոլորտային միջոցառումներ ենք թափահարել, մասնավորապես օրինակ սպորտային ոլորտի միջոցառումներից արդյունքում վերջին շրջանում մենք խոսեցինք այդ արդյունքներից, հայտնաբերվել է շուրջ 28 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն եւ դրա դիմաց չհաշվարկված եւ չվճարված հարկը մոտ 6 միլիարդ դրամ, այսինքն ոլորտային միջոցառումներին ինչը նշանակում է հավասար վերաբերմունք ոլորտի բոլոր կազմակերպությունների նկատմամբ, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, այսպիսի արդյունքներ ունենք։ Սա միայն իհարկե օպերատիվ հետախուզությանը չի վերաբերում եւ մենք բոլոր ուղղություններով այդպիսի աշխատանքներ անում ենք, օրինակ նաեւ մաքսային մեր ծառայողների ուղղությամբ ենք նմանատիպ աշխատանքներ անում, օրինակ վերջերս մի մեծ բացահայտում ենք արել, որ 1.5 միլիարդ դրամի թաքցված հարկ էր, որի մասով հաղորդում ենք ներկայացրել, խոսքը մեծ քանակով մեքենաների ներմուծման մասին է, որոնք կեղծված նույնականացման համարներով են եղել։ Մյուս խումբ գործոնները կոռուպցիայի դեմ պայքարն է, որը խոսք ենք տվել իմ պաշտոնավարման մեկնարկից սկսած։ Երկու խումբ ցուցանիշներ կան այստեղ։ Առաջինը ծառայական քննությունների դերի ուժեղացումն է։ Մոտ 71 ծառայական քննություններ ենք իրականացրել, որից 59-ը ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64%-ով ավել է անցած տարվա ցուցանիշից։ Բացի այդ նշեմ, որ մոտ 23 հաղորդումներ ենք ներկայացրել առերևույթ հանցագործությունների մասին եւ դրանք հիմա ներկայումս ակտիվ քննվում են։ Մյուս ուղղությունը գործոնների դա իհարկե մեր աշխատակիցների կարողությունների եւ բարեվարկության բարձրացումն է։ 9 ամիսների կտրվածքով եթե նայենք, գիտեք, որ մենք իրականացնում ենք պատրաստման գործընթաց եւ աստարի մեր մաքսային ծառայողների մի մասին եւ գրեթե բոլոր հարկային ծառայողներին անցկացրել ենք այդ դասընթացների փուլերով եւ 791 պետ աշխատակից մասնակցել է այս դասընթացներին, որի արդյունքում տարբեր փուլերից մոտ 90 աշխատակից դուրս է մնացել եւ մնացածը շարունակել են իրենց աշխատանքը, իսկ մյուս մասով արդեն համալրումներ են իրականացնում։ Սա խոսում է ելի այդ ջանքերի մասին, որ մենք փորձում ենք պրոֆեսիոնալիզմը եւ արհեստավարությունը համակարգում բարձրացնել եւ համալրել նմանատիպ հատկանիշներ եւ արժեքներ ունեցող կադրերով։ Սա իհարկե այս մասով, բայց մենք նաեւ կարևոր ցուցանիշներ ենք արձանագրել մաքսային համակարգում, որը շատ կարևոր է նշել, ինչու, որովհետեւ մենք այդտեղ առևտուր, արտահանում, ինչպես նաեւ դրա հետևանքով տնտեսական աճ ու տնտեսական զարգացում ենք խթանում։ Այսպես մի քանի կարևոր ցուցանիշներ մաքսային մասով, նշեմ, որ 9 ամսում մոտ 5%-ով աճ ունենք սպասարկվող բեռնատարների, ներմուծման հայտարարագրերի մասով 9 ամսում մինչև 60 րոպեում սպասարկվել է ներմուծման մոտ 20%-ը, եթե նախկինում 12% էր, այսինքն մենք աշճանաբար արագությունը սպասարկման բարձրացնում ենք։ Եթե խոսենք մեր ավտոմատ կամ ինքնաշխատ բաստողնման համակարգից, 92 անգամ բարելավել է այդ ավտոմատ բաստողումը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հիմա մոտ 9348 դեպքով 9 ամիսների կտրվածքով ավտոմատ բաց են թողնվել տարբեր բեռներ, եթե նախքին անցած տարվա 9 ամսում 102 հայտարարագիր էին բաց թողնվել, եւ իհարկե մեր նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, որը ներդրվել էր դեռ անցած տարի, այդտեղ էլ 47%-անոց օգտվողների աճ ունենք, որը նույնպես բարձրացնում հեշտացնում է մաքսային սպասարկումը մեր առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար։ Մյուսը պարբերաբար խոսքեր է գնում իրավական գործընթացների հետ կապված եւ նշեմ, որ այստեղ մենք լայնածավալ դատական պրակտիկայի ուսումնասիրություն ենք իրականացնում եւ եթե նայենք ցուցանիշներին, ապա ի վնաս ՊԵԿ-ի կայացված դատական համակարգում որոշումները էապես նվազում են։ Օրինակ անցած տարի 1549 դատական ակտի դիմաց այս տարի ունենք 1087, եթե ի օգուտին նայենք, հակառակն է տեղի ունենում 274 դատական ակտից 533 եւ բացի դա էլ նշեմ, որ առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, որտեղ մեծ ուսումնասիրության արդյունքում մեծ քանակի ՀԴՄ ակտեր
ակտերի մասով կներկայացնենք մեր դիրքորոշումը նախկինում կուտակված անցած տարիներին եւ ցուցանիշներից բացի նշեմ նաև որոշ կարևոր բարեփոխումներ ու ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իրականացել ենք այս ընթացքում եւ մինչեւ դրան անդրադառնալը նաև նշեմ, որ այսօր հրապարակել ենք մեր համառոտագիրը եւ այս բոլոր ցուցանիշները, որը նշեցի, այդ համառոտագրում կան 9 ամիսների, ավելի մանրամասն տեղեկատվություն կա եւ ըստ անհրաժեշտության կարող եք օգտվել։ Ծրագրի մասին նախ խոսք ենք տվել համակարգը համապարփակ ախտորոշել, հարկային համակարգը եւ օգտագործեցինք միջազգային պրակտիկայում կիրառող այսպես տադատ ասված գործիքը եւ դրա արդյունքները ամփոփել ենք, արդեն հրապարակվել է, շուտով նաեւ մեր կայքում կհրապարակենք եւ դուք կտեսնեք թե հարկային վարչարության առումով որտեղ է ՊԵԿ-ը, որտեղ առաջընթաց ունի, որտեղ որոշակի հետ է ընկնում, որտեղ բարելավելու կարիք կա։ Մյուսը կարևոր ռեֆորմներից մի քանի դրվագներ, նախ եկամուտների հայտարարագրման հետ կապված այսօր էլ արդեն ակտիվ քննարկումներ են իրականացվում ազգային ժողովում։ Մենք ըստ էության առաջարկված ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված նախագծով անցում ենք կատարելու նախալրացման տրամաբանության եւ զուգահեռ նաեւ ընդլայնելու տվյալների հասանելիությունը պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաեւ մեծ ջանքեր ենք ներդնելու վերլուծական գործիքակազմի կատարելագործման վրա, որը էապես հեշտացնում եւ թեթևացնում է մեր քաղաքացիների կյանքը, ինչպես նաեւ նոր պլատֆորմ ենք խոստվել, որը մյուս տարվանից պետք է ներդրվի, դրա տեխնիկական առաջադրանքն էլ ամբողջությամբ մշակել ենք եւ մեկնարկել ենք դրա մշակման գործընթացները։ Մյուս ռեֆորմը խաղային ոլորտին էր վերաբերում, լսած կլինեք, որ մենք բոլոր որոշումները արդեն ընդունել ենք եւ վերջին օրերին արդեն հայտարարել ենք խաղային օպերատորի մրցույթը, որակառուցման փուլը, որի արդյունքում կընտրվեն կազմակերպություններ երկրորդ փուլին մասով աշխատանքներ տանելու ուղղությամբ։ Մյուս բարեփոխումը ֆինանսական հաշիվների փոխանակումն է։ Սեպտեմբերի 30-ին արդեն հաջողությամբ իրականացվել է ֆինանսական հաշիվների փոխանակումը մի քանի տասնյակ երկրների հետ եւ մի նոր կարևոր համակարգ ենք ներդրել, դա նախնական գնագործման պայմանավորվածությունն է, մասնավորապես Գազպրոմի հետ տվյալ դեպքում, որը ենթադրելու է առաջիկա 3 տարիների համար մոտ 890 միլիոն դրամի լրացուցիչ շահութարկ։ Մյուս խումբ ռեֆորմները վերաբերում են վերլուծական գործիքներին եւ կարգապահության բարելավմանը։ Մշակել ենք ուրեմն կարգապահության բարելավման ծրագրի գնահատման ուղեցույց, որը արդեն ներդրվել է եւ մեր աշխատակիցները պետական եկամուտների կոմիտեին հետևում են դրան եւ դրա միջոցով մենք կարողանալու ենք հարկվճարողներին դասակարգել ըստ իրենց ռիսկերի, ոլորտային միջոցառումներ պլանավորել եւ իրագործել ավելի թիրախային վարչարություն։ Մյուս խումբ գործոնները վերլուծական գործիքների տեսանկյունից նշեմ, որ մենք մի քանի նոր գործիքներ ենք ներդնում, մասնավորապես արհեստական բանականության մասով, որի մասով հանդես ենք եկել հայտարարությամբ, արդեն պիլոտավորման փուլում են այդ գործիքները։ Մյուսը օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի լավ ուսումնասիրության համար, ինչու, որովհետև այդտեղ հիշեք այս տարվանից մեկնարկեց արտոնությունների լայնածավալ արտոնությունների կիրառում, երրորդը մաքսային ռիսկերի վերլուծության համակարգն է, ամբողջությամբ վերանայել ենք մաքսային ռիսկերի վերլուծության համակարգը եւ բարելավել, որի արդյունքում գիտեք 3 տեսակի ռիսկեր կան, կանաչ ռիսկ, որը նշանակում է առանց զննման բաց թողում, եթե մինչև հուլիսի 1-ը այս տարվա կանաչ ռիսկի մակարդակով բաց թողումները կազմում էին 54%-ը մեր ներմուծումների, հիմա արդեն մենք ունենք 62%, 8%-ային կետ բարելավել է ու այդ պրոգրեսը շարունակական է։ Եվ թվայնացումից կուզեմ մի քանի կարևոր նախաձեռնություն խոսել, տարբեր մարդիկ, տարբեր տենց հարթակներում խոսում են մեր թվայնացման խնդիրների, մեր համակարգի խնդիրների մասին, բայց այստեղ շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում։ Նախ առաջինը, եթե ցուցանիշներին ամբողջական նայենք, ապա 9 ամսվա կտրվածքով այդ այսպես ճակերտավոր ասած խափանումները, որը մեր լեզվով նշանակում է, երբ համակարգը անասանելի է, ծանրաբեռնված է կամ սպասարկման ժամանակ անջատումներ են լինում, դա կես տոկոսը չի գերազանցում, այսինքն 99.5% դեպքերում համակարգը աշխատում է եւ մեր հարկվճարողները կարողանում են նորմալ հաշվետվություններ գեներացնել եւ վճարել նաեւ իրենց հարկերը։ Թվայնացման առումով նշեմ, որ այնուամենայնիվ մենք խնդիր ունենք համակարգը ամբողջությամբ ախտորոշելու եւ արդեն մեկնարկել ենք աուդիտը
մեր հարկատու 3 համակարգի եւ դրա արդյունքներով հետագայում կկիսվենք հանրության հետ։ Մյուսը հարկային մասով դրոշմարման ենթակա ապրանքների հետագծելիության համակարգի բարելավումն է, երկու բարեփոխում ենք արել այս ընթացքում, մեկը հավելված է ներդրվել, որը թույլ է տալիս տեղեկատվությունը փոխանցել պետական եկամուտների կոմիտե, եւ երկրորդը, որը հունվարի 1-ից է գործելու, այդ հաշիվ ապրանքագրերին հետ սինխրոնիզացիան է այդ դրոշմանի շերի։ Մյուսը թվային աշխատանքային պայմանագրերը արդեն գործարկվել են եւ գիտեք, որ մյուս տարվանից, այսինքն հունվարի 1-ից դա արտադիր է եւ պետք է անցնենք թվային համակարգ։ Մյուս կարևոր նախաձեռնությունը, որին ակտիվ մասնակցություն ունենք, ժամանակավոր անաշխատունակության մարության նպաստների տրամադրման գործընթացի ավտոմատացումն է, որի մասով աշխատանքները մեր մասով ամբողջությամբ ավարտել ենք։ Մաքսային թվայնացման տեսանկյունից միասնական հաշիվ ենք ներդնում, հարկային միասնական հաշիվ կա, մաքսային չկար, որը էապես բարդացնում էր ինչպես մեր տնտեսվարողների կյանքը, այնպես էլ հարկերի վճարման գործընթացը եւ դրա արդյունքում շատ ժամանակ էին տուժում մեր տնտեսվարողները։ Դրա օրենքի առաջին ընթերցումը արդեն անցել է եւ շուտով կքննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ։ Այդ ինքնաշխատ բաստողման համակարգի ներդրման մասին խոսեցի, որը թույլ է տալիս ռիսկերի միջոցով անցում կատարել սահմանը առանց որևէ բարդությունների, եւ երրորդը, որը շատ շուտով կհանձնենք մեր հանրության դատին, դա արտահանման եւ ներմուծման էքսիմ, այսպես ասած, պլատֆորմն է, որտեղ լինելու են բոլոր տեղեկությունները մեր իրավակարգավորումների, մեր մաքսատուրքերի, առանձին վճարների, շատ հարմար, շատ պարզ ձևով, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել այդ հարթակը, եւ երկու կարևոր միջազգային առումով մեր արդյունքներից նախ առաջինը նշեմ, որ այս տարի ստորագրվեց Երևան քաղաքի մաքսային կենտրոնի կառուցման համար ֆինանսավորման համաձայնագիրը, խոսքը 39 միլիոն եվրո վարկի մասին է եւ 6 միլիոն տրանշ 1-ով 30 չէ, իրար հետ 30, տրանշ 1-ը 30, տրանշ 2-ը 9 միլիոն եւ 6 միլիոն դրամաշնորհի մասին է, վարկը վերակառուցման զարգացման եվրոպական բանկից, դրամաշնորհը Եվրամիությունից, եւ կուզեի նշել, որ մենք նաեւ միջազգային ասպարեզում, հատկապես հարևանների հետ կարևոր հաջողություններ ունենք, Իրանի Իսլամական Հանրապետության հետ պարզեցված մաքսային միջանցքի այս պահին համաձայնագիր ենք բանակցում շատ ակտիվ, որը շուտով կավարտենք, Վրաստանի հետ համատեղ կետի հարց ենք քննարկում եւ աշխատանքային խումբ է ձևավորվել Գոգավան կետի հատվածում համատեղ ծառայություն մատուցելու ուղղությամբ եւ իհարկե ԱՄՆ-ի հետ շատ մեծ թափով սկսել են նույնիսկ կարելի ասել տարբեր ուղղությամբ համագործակցությունները, խոսքը վերաբերում է կարողությունների զարգացմանը, մեր մաքսային համակարգում սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ առանձին խելացի մոնիտորինգային համակարգերի ներդրմանը։ Թերևս այսքանը վերջում ամփոփելով ուղղակի ուզում եմ մեջբերել այն խոսքերը, որ ես պարբերաբար հնչեցնում եմ հարկ վճարելու մշակույթի հետ կապված, հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական բնական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում, ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն եւ բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարությունն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների, մեր երեխաների համար, որը համոզված եմ յուրաքանչյուր զգում եք ձեր հոգու խորքում։ Այսքանը պատրաստ եմ պատասխանել ձեր հարցին։ Շնորհակալ եմ շատ, հարցերով շարունակենք։ Պարոն Հակոբյան, դուք ստվերային շրջանառության բացահայտման ուղղված ցուցանիշներ ներկայացրեցիք։ Պիտի խնդրեմ նաև ոլորտային, բացեք, որ ոլորտն են առավել շատ առույցի բաժին ընկել եւ ռիսկեր որտեղ եք տեսնում։ Շնորհակալություն հարցի համար։ Ստվերային շրջանառության տեսանկյունից մեր եթե բոլոր ուղղություններով աշխատանքները բացահայտում են, որ մեր ստվերային շրջանառությունները ավելի շատ կենտրոնացված են լինում շինարարությունում եւ առևտրում։ Խոսքը, երբ ասում շինարարություն եւ առևտուր, իհարկե փոշորացված եմ խոսում, բայց խոսքը վերաբերում է գրեթե բոլոր ուղղություններով, այսինքն առևտրի գրեթե բոլոր ուղղություններին, շինարարության գրեթե բոլոր ուղղություններին, այս երկու ոլորտները ամենախոշորներն են այդ առումով, ստվերի կենտրոնացվածության տեսանկյունից։
Շատ լավ, հարգելի գործընկերներ, քանի որ մեր գործընկերների մի մասը առցանց է մեզ հետևում եւ հարցեր եւս ուղարկում են, խնդրում եմ սկզբնական շրջանում յուրաքանչյուրս մեկական հարց տանք, հետո նորից շրջափուլը կանցնենք, եթե ժամանակ լինի, խնդրեմ։ Պարոն Հակոբյան, դուք խոսեցիք բյուջեի հավաքագրումների մասին, ես ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը մի կողմից խրախուսում է անկանխիկ գործարքները, որոնք ձեր տրամաբանությամբ, այսինքն կառավարության հենց ստվերին են պայքարելու գլխավոր միջոցներից մեկն են, բայց մյուս կողմից կարելի ասել արգելակներ են սահմանում դրանց համար, ըստ այն դուք եք նկատել, որ շատ մանր առևտրի կետերում վաճառողները խուսափում են անկանխիկ գործարքներ անելուց, քարտով ստանալուց, պատճառաբանելով, որ իրեն միջնորդավճար են վճարում դրա համար եւ իրենց ավելի թանկ են նստում, ասենք 1000 դրամանոց ապրանք եւ նախընտրում են կանխիկ վճարել։ Հիմա բացասական տրամաբանությունը որն է այստեղ խրախուսանքը, եթե այնպիսի պայմաններ են ստեղծված, որ անկանխիկ գործարքները ի վնաս տնտեսկարող են լինում եւ շատ դեպքերում իրենք խուսափում են, հատկապես գյուղական համայնքների մարզերում փոքր առևտրի կետերը։ Եվ դուք նշեցիք, որ 20 քանի տոկոսով քաղաքական նվազել են օպերատիվ քարտեզական ծառայությունները, այդ վիդեոթարումները, սա ինչով է պայմանավորված, արդյոք նաև այն դժգոհությունն ու աղմուկն էր, որ ինչպես ես նաև ընդհանրել, որ պետք է կարծես շանտաժ է անում մեծ գումարներով, այսպես թե քրեական գործերով մեծ գումարներ լիքուդանքներ սահմանելով տնտեսվարողների համար, որ չվճարել քրեական գործով կհայտնվել կալանավայրում, արդյոք սա էր այդ նաև այդ աղմուկն էր դժգոհություն տնտեսվարողների կողմից, որ դուք մի փոքր հետ քայլ եք արել։ Շնորհակալություն հարցերի համար, նախ առաջինը անկեղծ ասած վիճակագրությունը այլ բան է հուշում։ Այսինքն եթե նայում ենք, ես նույնիսկ դրա մասին հնչեցեցի որպես ստվերային տնտեսության բացահայտման որպես ցուցանիշ, եւս մեկ անգամ նշեմ, եթե նայում ենք անկանխիկ գործարքները, ապա կտրոնների քանակը աճել է 55%-ով, իսկ հասույթները 31%-ով։ Ընդ որում նշեմ, որ եթե բոլոր գործարքներն ենք վերցնում մեր, ապա այդտեղ տեսնում ենք, որ մեծամասամբ անկանխիկ են։ Այսինքն աճը, ոչ թե կատարվող գործարքների մեծամասնությունը, այլ աճը, երբ որ նայում ենք, հիմնականում անկանխիկ գործարքների աճն է։ Այսինքն միգուցե ձեր ասածը իրականության մեջ տարբեր դրվագներով տեղի ունի, բայց ընդհանուր միտումը դեպի անկանխիկի է։ Հետևաբար խոչընդոտներ որպես այդպեսին մենք անկեղծ ասած չենք տեսնում։ Տեսնում ենք առանձին դրվագներով, որը արդեն մեր վերահսկողության ներքո է, այսինքն մենք մեր ՀԴՄ ստուգումների, ընթացիկ հսկողության ստուգումների միջոցով փորձում ենք թիրախային բացահայտել։ Ինչ վերաբերում է մյուս մասին, ասիկ հետ քայլ, ես չեմ կիսում այդ մոտեցումը, ինչու որովհետև հենց եթե նայենք այս տարվա սկզբից է դա այդպես, այսինքն մենք ի սկզբանե հենց ավելի քիչ օպերատիվ հետախուզության միջոցառումների միջոցով կարողացել ենք ավելի մեծ ստվեր բացահայտել եւ ես բացատրեցի թե ինչու։ Մեկը թվային գործիքների կիրառությունն է, ասենք օրինակ ասեմ, եթե նախկինում շատ են հնչում այդպիսի օրինակներ, որ համակարգիչներ օրինակ վերցնել, տեղափոխել օրինակ պետական եկամուտների կոմիտե, այդտեղից վերցնել տվյալներ, իհարկե առանձին դրվագներում դա անխուսափելի է, բայց հիմա բազմաթիվ են, որ մենք հենց տեղում կարողանալով հարկվճարողի հետ բանակցել, բացի այդ կիրառել նաև մեր թվային գործիքները, կարողանում ենք հենց տեղում այդ տվյալները վերցնել եւ իր բնականon կյանքը չխաթարել։ Մյուս բանը, որ կուզեի նշել քրեական գործերի հետ կապված, նշեմ, որ այստեղ էլ դրական դինամիկա կա, եթե օրինակ վերցնենք նախ քրեական գործերի գինը հասկանանք, էլի դերը հասկանանք, որտեղ ամեն տարի 1% չի գերազանցում, իսկ եթե հարկվճարողների մեջ տեսնենք, թե քանի տոկոսին է հասնում այս հաղորդումները, որոնք ներկայացվում են քննչական կոմիտե, պատմականորեն տենց 0.8%-ի շրջանակներում է եղել, այս տարի 0.4-ից 0.5 է, այսինքն այդտեղ էլ նվազում ունենք, այսինքն ավելի քիչ հաղորդումներ են ներկայացում, դա ինչի հետևանք է, որովհետև մենք մեծ թափ ենք հաղորդել, նախ ներսում ենք շատ ֆիլտրում մեր կատարած աշխատանքները, բացի այդ բանակցություններին ենք շատ տեղ տալիս ու լսելու իրավունքը հարկվճարողի մենք իրացնում ենք իրականության մեջ ավելի շատ, քան նախկինում։ Դա փափկության մասին չի խոսում, դա խոսում է թիրախայնության բարձրացման եւ գործընկերային տրամաբանության ավելացման մասին։ Շնորհակալություն, խնդրեմ ձեր հարցը։
Պարոն Կուտաբեկ, ձեր խոսքից դուք նշեցիք, որ հարկային եկամուտների մասով բյուջեի ցուցանիշները ձեզ ուրախացնում են, բայց որ նայում ենք պետական բյուջեի նախագիծը, տպավորություն է, որ կարծես թե ֆիննախ այդքան էլ չի կիսում ձեր օպտիմիզմը, այսինքն 2025-ի հաստատված բյուջեով այս տարի մեր մոտ 2 տրիլիոն 720 միլիարդի կարգի լինեն հարկային եկամուտներ, բայց նախագծով, երկրորդ տարաբյուջեի նախագծով 29 միլիարդ, մոտ 30 միլիարդ ավելի քիչ ցուցանիշ է ֆիքսված։ Եվ երկրորդը, չնայած դրան, Ֆիննախը ցանկանում է եկող տարի 250 միլիարդով ավել հավաքել։ Հիմա հարցից առաջին մասը, ըստ ձեզ որն է այս սպասումների կրճատելու պատճառը, ինչ են ավելի համեստ սպասումները այս տարվա մասով, եթե գործերի վիճակը այսպես լավ է, եւ երկրորդը այս իրերի այս իրավիճակում ոնց են եկող տարի քան մոտ 260 միլիարդ ավել հավաքելու։ Բայց հիշեցնեմ, որ այս տարվա սկզբին ես ես հարցրեցի, ինչպես է լինելու, որ մենք 24-ը 224 միլիարդ պակաս հավաքելով, այս տարի 330 միլիարդ ավել հավաքելու, դուք ասեցիք, տեսնում եք այդ պոտենցիալը։ Ու փաստորեն այդքան էլ այդ պոտենցիալը չկա։ Հիմա ինչպես ենք անելու այս իրավիճակում, որտեղից ենք հավաքելու այդ 260 միլիարդ ավելը։ Նախ իմ ամբողջ զեկույցը այսօրվա խոսում էր դրա մասին, որ այդ պոտենցիալը իրացվել է արդեն։ Այսինքն, եթե սկզբից ասում էի պոտենցիալ կա, պոտենցիալը փաստացի 9 ամսով իրացվել է, այսինքն մենք ընդ որում ես ուզում եմ հիշեցնել տարեսկզբի ասուլիսը, երբ որ մենք խոսում ենք դրա մասին, օրինակ, որ ես մասնակցել եմ այս եկամուտների կանխատեսմանը, ու մարդիկ երբեմն մեղադրում էին, որ այդ կանխատեսումները չեն կարող իրականություն դառնալ, բայց արի ու տես իրականության մեջ իրականություն են դառնում, եւ ես բացրել եմ թե ինչու է դա այդպես, որովհետեւ նախ խոսեցի վարչարության արդյունավետության բարձրացումից, դրանք որ գործոններն են բերում դրան, բայց մյուս կողմից եթե տնտեսական մասով նայենք, մեր կանխատեսումները բավական մոտ են ընթանում այն կանխատեսումներին, ինչը պետական բյուջեով դրված է եղել։ Հիմա այդ գամ ավելի կոնկրետ հարցերին, խոսքը 30 միլիարդի մասին է, այսինքն դուք դիսկրետ կետային եք վերցնում դա, բայց շատ կարևոր է նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատեք։ Այսինքն եթե նայեք օրինակ թե միջնադամկետ ծախսերի ծրագրում ինչ էր դրված, այդ ժամանակ մոտ եթե չեմ սխալվում 55-60 միլիարդ պակաս սպասման մասին էր։ Հիմա դա փոխվել է 30 միլիարդ պակաս սպասման, այսինքն դա նշանակում է, որ ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ ֆինանսների նախարարության լավատեսությունը շատացել է։ Եթե այդ ձեր բառերով փորձենք մեկնաբանել, ընդ որում այս տեմպերի պահպանման պայմաններում հնարավոր է ռիսկն չառակայանա։ Խոսքը 30 միլիարդի մասին է։ Հիմա չէ, ես իրատես եմ իրականում, ձեզ բառեր օգտագործեցի։ Նախ այդ 260-ը կառուցված է հենց այդ 30-ը ցածր կանխատեսելու, ճշտված ցուցանիշի համեմատ ցածր կանխատեսելու վրա, այսինքն այդ 260 եւ 30-ը իրար հետ փոխկապակցված են, բայց 30-ի մասին նշեցի, ասի, եթե այս տեմպերը պահպանվում են, ապա մեծ հավանականությամբ դա էլ կնվազի այդ ցուցանիշը, այսինքն դրական միտումներ կան։ Հիմա մյուս տարվա ինչպես ենք ապահովելու, ճիշտ ասած, որ ասիկ այս իրավիճակում ինչպես ենք ապահովելու, այդ իրավիճակը միգուցե պարզաբանեք, բայց եթե օրինակ հետևեք մեր տարբեր կառույցների թե ներքին, թե արտաքին, ընդ որում վերջերս եթե չեմ սխալվում, Արժույթի միջազգային հիմնադրամը նույնիսկ խոսեց դրա մասին, որը անկախ կառույց է եւ անկախ է գնահատում տնտեսական զարգացումը, մեր մոտ աճի ներուժի բարձրացում կա ակնհայտ, ու եթե օրինակ նույն Արժույթի միջազգային հիմնադրամը այդքան էլ լավատես չէր ի համեմատ կառավարության նախկինում, հիմա համոզվել է, որ կառավարությունը ավելի ճիշտ էր, որովհետև մենք կանխատեսումներով մի փոքր ավելի բարձր ենք սպասում միշտ, քան իրենք, հիմա իրենք էլ են փոխել։ Ասածս ինչ է, որ տնտեսությունը ավելի բարձր ներուժ ունի, երկրորդ իմ կարծիքով վերջին շրջանի զարգացումները եւ ընդհանուր առմամբ խաղաղության process-ները շատ ավելի մեծ են, դրական ազդեցություն ունենալու տնտեսության վրա եւ հետեւաբար կարծում եմ
դա իրատեսական է ապահովել այդ 260 միլիարդ չէ նշեցիք 260 միլիարդ ավելացումը հետեւաբար այդ մասով խնդիր չենք տեսնում բայց եթե այս անվանական թվերից վերանանք շատ կարևոր է խոսել հարկեր հնայի մասին որովհետեւ այս նույնիսկ այս 30 միլիարդ որ ասում եք դա եթե նայեք հարկեր հնային մոտ 1%-ային կետով հարկեր հնայի բարելավում կա դա խոսում է այդ առաջանցիկ հարկային մուտքերի մասին որի գործոնները նույնիսկ նշեցի խաղաղության, գաղափարակցության շրջանակներում երկրի հանդեպ կբարձրանա եւ այդ հարկերը կհավաքվի։ Եթե մասնագիտական տերմինոլոգիայով խոսենք, դա ավելի շատ ես ուպես դրական ռիսկ նշեցի, այսինքն եթե դա առարկայանա իր տնտեսական դրական հնարավոր հետևանքները, կախված թե ինչ սցենարով կզարգանանք, այդ իմ նշած աճերը առաջիկա տարիների ավելի բարձր կլինի։ Դա նշանակում է ձեր նշած 260 միլիարդը միգուցե ավելի բարձր լինի։ Բայց 260 միլիարդը այս իրավիճակում իրատեսական եմ համարում։ Շնորհակալություն, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, այստեղ երբ խոսում եք բացահայտված ստուգումների արդյունքներով բացահայտված գումարների մասին, նշել եք, որ դրանց ծավալը աճել է 97%-ով, իսկ դրանից գեներացված հարկերի ծավալը 50+%-ով, իսկ 1%-ով։ Այդ դիսպրոպորցիան ինչ է բանանավորված, որովհետև ենթադրաբար է, եթե մեկ միավոր շրջանառությունը գեներացնում է օրինակ 0.2 միավոր հարկ, ಅಥವಾ 2 միավորը 0.4 մետրի գեներացնի, արդյոք այստեղ աճը ոչ չհատվող ոլորտների հաշվին կարող է լինել, այսինքն կրթության կամ առողջապահության։ Եվ ինչ վերաբերում է այդ շինարարությանը եւ առևտրին, ես եթե ճիշտ եմ հիշում, նախորդ տարի արձանագրվում էր, որ ՊԵԿ-ի տեսուչները նոր ֆունկցիաներ են ստանալու հատկապես շինարարությունում չգրանցված աշխատողներին բացահայտելու, բացենք որ տեխնիկական միջոցներ պետք է կարող են ունենալ, տեսախցիկների նման, որ կարող են մտնել օբյեկտ, շինարարական եւ այնտեղ միանգամից տեսանկարահանման ֆիքսել չգրանցված աշխատողներին, արդյոք այդ process-ը արդեն իսկ տեղի է ունենում եւ ինչ հիմնական ռիսկեր կան, եթե հնարավոր է այդպիսիք նշել, այսինքն հարկերից խուսափելու ինչպիսին են հիմա հիմնական պրակտիկաները, որոնք կիրառում են այս երկու ոլորտների տնտեսվարողները, օրինակ առևտրում, առևտրային ցանցերում մասնավորապես մի քանի տարի առաջ կանոնեն տարածված էր այն պրակտիկան, որ գյուղում թեթը քանի որ չի հարկում, այլ անցանցման այդ խնդիրներից խուսափելու համար ֆիկտիվ բազներ էին ձևակերպում ցանցերը, այդ վաճառքը մի բաժանարանի իրականացնելու համար, արդյոք այս պրակտիկան դեռևս շարունակվում է թե ոչ, եւ նման օրինակ խուսափելու ինչ գործելավոճ կամ պրակտիկաներ եք տեսնում, որոնք ամենատարածվածն են առևտուր եւ շինարարություն այս ոլորտում։ Շատ լավ, շնորհակալություն նախ այդ ցուցանիշները, որը որ նշեցիք, դա ոչ թե մեր բոլոր գործիքներով բացահայտումներն էին, այլ դա օպերատիվ հետախուզության միջոցառումների արդյունքներն է ես նշում եւ երկու ցուցանիշ նշեցի 97% շրջանառությաններ վերաբերում հարկերը ավելի փոքր չափով աճ դուք ճիշտ եք նկատել 52%, բայց սա ոչ թե ձեր նշած գործոններն են, ասենք կրթություն ասեցիք օրինակ, դրա մասին չի խոսքը, տեսեք տարբեր հարկ վճարողներ տարբեր խնդիրներ են ունենում։ Կախված թե օրինակ այդ ամբողջ շրջանառության մեջ ով ինչ խնդիր ունի, օրինակ ինչ-որ մեկը ավելացած արժեքի հարկի հետ կապված խնդիրներ ունի, ինչ-որ մեկը շահութարկի, ինչ-որ մեկը եկամտային հարկի, ինչ-որ մեկը բոլորը միաժամանակ եւ այդպես շարունակ։ Այսինքն դա է պատճառը, որ շրջանառության բացահայտման աճը միշտ չի որ համընկնում է հարկերի աճի հետ։ Սա այդ մասով շինարարության հետ կապված նշեցիք նոր տեսախցիկների համակարգի կիրառմանը, այո, դա մեր գործընկերների կողմից ներդրվել է անցած տարի, իհարկե հիմա կիրառությունը ընդլայնում ենք, նշեմ, որ այդ տեսախցիկները կիրառվում են, այսինքն մեր ընթացիկ հսկողության վարչության հատկապես հարկային տեսուչների երբ որ գնում են տարբեր ստուգումների, պարտադիր դրանք կիրառվում են եւ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ ստուգումներ անել եւ միայն տեսախցիկների հարց չի սա, որտեվ այն ինչը որ դուք նշում եք, հատկապես խոսքը չգրանցված աշխատողների մասին է, որը իրականում շինարարության մեջ շատ բարդ է
այդպիսի ստուգում իրականացնելը, դա արդեն պլանշետների միջոցով անելն է, այդտեղ շատ, որ ասեմ, համատարած են կիրառում դա չէ, բայց նախատեսում ենք ինչքան հնարավոր է ընդլայնել։ Այս պահին կա պրակտիկա, այսինքն պլանշետների միջոցով շատ քաղաքակիրթ ձևով, շինհրապարակներ մտնելով, մարդիկ կարող են նույնականացնել այն մարդուն, որ փաստացի չի աշխատում, փաստացի գրանցված չի բանում։ Մյուս հարցը խոսեցիք ռիսկերից խուսափելու պրակտիկաներ, տեսեք շատ բազմաբնույթ են, այսինքն բայց այս ամենից զատ ավելի հետաքրքիր են երևի նոր պրակտիկաները, որովհետև հին պրակտիկաները իրանք շարունակում են դրսևորվել տարբեր սուբյեկտների մոտ, օրինակ ասենք շինարարությունում կանխիկով բնակարան վաճառելուց, մինչև անփաստաթուղթ օրինակ ապրանք ձեռք բերել եւ այդպես այսինքն այդ ինչ որ հայտնի է բոլորին, այդ պրակտիկաները դրսևորվում են եւ շինարարությունում եւ առևտրում, բայց երկու նոր երևույթ է ի հայտ գալի, այս լայնածավալ կիրառությունը սերվերային համակարգերի եւ ամպային լուծումների, ամպային, որը էլի սերվերային է, բայց արդեն ամպում պահվող տեղեկատվության եւ Չէ, լցակայանների մասին չի խոսքը, խոսքը իրանց սև հաշվապահությունը տարբեր սերվերային համակարգերում ֆիզիկականից սկսած մինչև ամպային լուծումներ պահելն է։ Հիմա դրա բացահայտելու ճանապարհը նա է, որ մենք այդ թվային հագեցած լինենք։ Հիմա այս պահին ես մի քանի անգամ իմ հարցազրույցներում նշել եմ, հագեցած ենք եւ հորդորս նա է, որ այդպիսի տարբեր արկածախնդրությունների չդիմեն, որովհետեւ մեր խնդիրն է ստվերը թանկ դարձնել այն մարդկանց համար, ովքեր որ ստվերում են։ Շնորհակալ եմ, խնդրեմ ձեր հարցը։ Երկու հազար աշխատատեղի մեջ որ նշեցիք, հիմնականը կամ առաջատար շինարարություն է բացահայտման եւ օտարերկրյա քաղաքացիների ինչ-որ էական քանակերն է բացահայտման, ու եթե հաշվառենք, որ այդպես ինտուիտիվ զգալի մասնակ աշխատանքային միգրանտների ուսումնի բավարար պայմանագրեր են աշխատում։ Նման դեպքերի էական Այս ցուցանիշը առավելապես վերաբերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ոլորտային կառուցվածքը ճիշտ նրանց այս պահին ձեռքից տակ չկա, շինարարությունները իհարկե ներառվում, բայց եթե ձեզ հետաքրքիր է ավելի մանրամասն կարող ենք հետագայում աշխատանքային կարգով քննարկել։ Խնդրեմ ձեր հարցը։ Մասնավոր հատվածից գալիս են դժգոհություններ, որ ՊԵԿ-ում աշխատանքի են ընդունվում ղեկավար կազմի ազգականները եւ դա զգալիորեն ազդում է ՊԵԿ աշխատանքի վրա։ Դուք տեղեկացված եք այս մասին, որ աշխատակիցներ, ինչքան աշխատակիցներ են ազգական խնամիզանում բարեկամական գումարով ընդունվում աշխատանքի ՊԵԿ բարեվարության հանձնաժողով տեսալով ինչ-որ արդյունքներ արձանագրել է, թե ոչինչ կարող եք ասել։ Այստեղ երկու տեսանկյունից այս հարցին պետք է մոտենալ, նախ առաջինը հայեցակարգային մակարդակում եթե խոսեմ, ես իմ ամբողջ ելույթի ընթացքում եւ հատկապես սկզբում շեշտադրեցի մեր մեծ ընտանիք ասվածը։ Դա ինչ է եւ բազմաթիվ տեղերում ես հնչեցել եմ, որ իմ համար անկեղծ բոլորը բարեկամ են։ Միջև այն պահը, երբ որ իրանք են որոշում բարեկամ չլինել։ Այսինքն իմ համար միևնույնն է բարեկամ են բոլորը, միջև այն պահը, միջև իրենք են որոշում, եւ այդ հարցը ճիշտ ասած ես սպասում եմ, եւ անկեղծ ասած գիտեմ էլ թե ովքեր են այդ հարցերը բարձրացնում։ Հիմա որպեսի ավելի կոնկրետ գամ հարցի պատասխանին, ասիկ խնամի ծանոթ ԽՑԲ-ն այսպես ասած էլի պատմականորեն, որը այդպիսի բան գոյություն չունի պետական եկամուտների կոմիտեում, ես պատմության համար չեմ կարող միանշանակ բան ասել, այսինքն գոյություն չունի այդպիսի մոտեցում։ Կա հստակ պատրաստման համակարգ, որի ցուցանիշները նշեցի, այսինքն ես նշեցի նաև մոտ 100 աշխատակցի այդ process-ից դուրս գալու կտրվելու մասին, այսինքն հստակ համակարգ կա։ Անկախ նրանից թե ով է տվյալ մարդը, որ դիմում է այդ համակարգին, ինքը անցնում է թեստ է տալիս, հետո բարեվարկության հարցազրույց է անցնում, հետո գնում է պատրաստման դասընթացների, հետո այդ պատրաստման դասընթացներից հետո էլ է քննություն տալի, այսինքն ինքը մի հատ այսպես process է, որի ընթացքը
մեզ թույլ է տալիս օբյեկտիվորեն եւ հիմնավոր ասել, որ այն մարդիկ, ովքեր որ անցնում են այդ process-ով, մեծ հավանականությամբ բարևարք եւ արհեստավարժ ու պրոֆեսիոնալ են, քան մինչեւ դա էր։ Այսինքն մենք այդ միջոցով ենք անում բոլոր համալրումները համակարգում։ Հետևաբար այդ երևույթները տեղի չունեն։ Շնորհակալ եմ, խնդրեմ ձեր հարցը։ Խնդրեմ շահումով պահելի նախաձեռնության ամբողջական։ Այդ կառավարության որոշման մեջ հենց այսօր նայում էին, այդտեղ նախստակ ժամկետներ կային, 40 օր, 60 օր։ Նաև ես ինչպես հասկացա, նախատեսել էի, որ հունվարի 1-ից արդեն գործի էս համակարգը ու արդեն եկամտահար վճարել, հա, խաղաղությունից Եթե ոչ խնդրեմ ասեք կա ֆիքսված ժամկետ, թե երբանից պիտի այն արդեն գործի ու երբանից այդ ամբողջ բոլորը պիտի գա հարկային դաշտ, այսինքն ցանկացած նման շահումից մարդիկ եկան կապ։ Շատ լավ։ Նախ նշեմ, որ այս մասով մենք նաև այս վերջի շրջանում, չգիտեմ հետևել եք թե չէ, մենք հանրային քննարկումներ ենք իրականացրել, այսինքն ինչ որոշեցինք անենք։ Մենք որոշեցինք չտապել եւ շատ մանրամասն փորձել բաց դարձնել այդ ամբողջ process-ը, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ մեր մոտեցումը մրցակցային դաշտ ապահովելն է, որովհետեւ ցավոք սրտի պատմականորեն եղել են դրվագներ, որ դրա չապահովելու արդյունքում օրինակ ընտրվել են կազմակերպություններ, որոնց մասով դժվար է եզրահանգումների անելը, թե ինչպես են այդ կազմակերպությունները ընտրվել։ Մենք այդ մոտեցումը ապահովելով այդ ճանապարհով գնացինք։ Հիմա հրապարակված է 40 օրվա արդյունքներով մենք տեսնենք թե ինչ կազմակերպություններ են դիմել, ընդ որում ասեմ, որ հետաքրքրությունը բավական մեծ է, թե միջազգային, թե լոկալ տարբեր կազմակերպությունների կողմից, եւ մենք ակնկալում ենք, որ բոլորը կմասնակցեն։ Այդ 40 օրից հետո, երբ որ կընտրվեն, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ process-ով կընթանանք։ Բայց հիմա գամ են ձեր նշած այդ հունվարի 1 ասվածին, որտեղ կարևոր է դա պարզաբանելը, հունվարի 1-ը ոչ թե օպերատորի գործելու պայմանի մասին էր խոսքը, այլ դուք երևի ենթադրում նշում եք օրենքի այն պահանջը, որի հետ կապվեց նաև պետական турքի վճարումը, այսինքն պետական турքը բարձրանում է այնքան ժամանակ, մինչև օպերատորը չի ընտրվել։ Այսինքն այդ դրույթը շարունակում է գործել, իսկ մենք ամեն ջանք խնայելու ենք, որ ոչ թե խնայելու ենք, այլ ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի օպերատորի process-ները մաքսիմալ արագ կազմակերպենք եւ մյուս տարվա ընթացքում ունենանք գործող օպերատոր։ Այսինքն հունվարի 1-ից յուրաքանչյուր քաղաքից այդ կամ գանձը Турքը բարձրանալու է, այո։ Հիմա ինչքան Հիմա չափերը տենց հստակ չեմ հիշի, բայց եթե փորձեմ խոսել կրկնապատման մասին է, այսինքն Турքի ոլորտի Турքի կրկնապատման մասին է, մինչև այն պահը, երբ որ օպերատորը ոչ թե կընտրվի, այլ եթե չեմ սխալվում, օրենքում գրած է կսահմանվի։ Այսինքն մեծ հավանականությամբ մենք ավելի շուտ սահմանված կունենանք, քան գործող համակարգ։ Դա էլ նկատի ունեմ։ Հետո արդեն դառնում է եկամտահար։ Այո, երբ որ գործի, ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք կարողանում ենք ավելի իրական ժամանակի ռեժիմով խաղային ոլորտի շրջանառությունները, այսինքն մուտք եղող եւ դուրս եկող խաղադրույք եւ շահում հետեւել ավելի հստակ եւ դրա արդյունքում հաշվարկող եկամուտները ավելի հստակ եւ հետեւաբար այո, կարող է գործել այդ նորմալ հարկային ռեժիմ դրա ներդրումից հետո։ Շնորհակալություն, մենք լրագրողներից առցանց հարցեր ունենք։ Շատ լավ, մի հատ առցանց հնչեցնեմ, հետո նորից դահլիճից։ Ինչպես է գնահատում որոշ ապրանքների QR դրոշմավորումը, դա ինչ օգուտ է տվել հարկայինին, սպառողի տեսանկյունից ըստ որոշ գնահատականների այն հանգեցրել է ապրանքների թանկացման, օրինակ կաթնամթերքի դեպքում։ Շատ կարևոր հարց է եւ մի բլոկ շերուկ են առնում, հատ բոլորը շուռով մասկացնեն։ Շատ լավ։ Սրա մասին շատ լավ։ Թույլ տվեք անդրադառնամ նախ այս ամբողջ տարվա ընթացքում երևի թե տենց հարթակ չի եղել, որ այս համակարգի մասին խոսենք ու հենց տարվա սկզբից մենք ձեռնամուխ ենք եղել համակարգի
աշխատանքների բարելավմանը եւ դրանցից երկուսը նշեցի ես։ Մենք այս ընթացքում թե որոշումներ են կայացել, նաեւ այդ ծրագրերն են համապատասխան մշակվել ու ներդրվել։ Մեկը մասնավորապես վերաբերում է տեղեկատվության փոխանցմանը, ինչ է դա նշանակում։ Օրինակ, եթե Armen Press-ը ջուր է առնում եւ շատ օրինակ Armen Press-ը կլինի օրինակ ինչ-որ ռեստորան, կլինի ինչ-որ մի հատ պետական կառույց եւ այդպես բազմաթիվ տեղեր կային, որ մեր տեսադաշտից դուրս էին, մենք չենք տեսնում։ Երբ որ տեսադաշտից դուրս տեղեր են լինում, դրա պատճառով կարող են օրինակ արտադրողները կեղծ QR պիտակներով շրջանառել տարբեր ապրանքներ, տարբեր տեղերոք ռեստորաններ։ Հիմա այդ համակարգը ներդրված է եւ հավելվածի միջոցով կարողանում են տեղեկատվությունը փոխանցել պետական եկամուտների կոմիտե։ Մյուսը վաճառքների մասն է։ Վաճառքների մասը ըստ էության սկզբանե էլ կար, որտեղ սկզբից ֆիքսվում էր ներմուծման եւ արտադրության ժամանակ եւ ՀԴՄ-ով վաճառքների ժամանակ։ Այս իմ նշած դեպքերը ՀԴՄ-ով վաճառքներ չեն, դրանք ոնց որ ներքին օգտագործման համար են եւ կարիք կար փոխանցելու։ Դա մեկ։ Երկրորդ բարելավումը, որը որ տեղի ունեցել ու հունվարի 1-ից ներդրվելու է, արդեն այս շղթայի ամբողջ շղթայի վերահսկողությունն է, մասնավորապես այս համակարգը ինտեգրել ենք հաշիվ ապրանքագրերի ինվոյսների հետ, ինչը հնարավորություն է տալիս թույլ տալ, թե մի հատիկ տվյալ ապրանքը ոնց է տեղաշարժում տնտեսությունում եւ ում մոտ է վերջում վաճառվում եւ տեսեք, այս ամբողջ համակարգի նպատակը ենթակցիզային ապրանքների ստվերի վերացումն է կամ ստվերի մինիմալացումը, ինչը հնարավորություն է տալու նաև այդ ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներին ավելի մրցակցային ու թափանցիկ դաշտում գործել։ Իհարկե գների աճ կարող է տեղ ունենալ, նորմալ է, որտեղ եթե խոսում ենք ինչ-որ նոր QR կոդի մասին, որը արժեք ունի, բարձր այդ չափով ինքը եւ նաեւ տպագրության արժեքով գնի փոփոխություն է անում, բայց ժամանակի ընթացքում այս իմ ասած մրցակցության մեջ ինքը աշճանաբար այդ խնդիրը վերանալու է, ոչ մեկ չի անհանգստանալու այդ գների փոփոխության ու գները գալու են որոշակի նորմալ մակարդակի։ Ընդ որում գնի մասով էլ նշեմ, կառավարությունը պիտի այս տարի որոշում ընդունի, որի մասին խոսել ենք եւ գինն էլ շուտով կառավարությունը կասի, թե որն է օպտիմալ գինը այս համակարգի համար եւ օպերատորի համար կսահմանվեն թափանցիկ գնագոյացման մեխանիզմ, որը կհրապարակվի եւ այդ ձևով էլ առաջիկա տարիներին համակարգը կգործի։ Թեևս այսքանը, եթե լրացուցիչ հարցեր կան, շատ լավ, խնդրեմ։ Պարոն Հակոբյան, հարցս դերևս ավելի մեծավային է ու խնդիրը խոսում է կարծես բոլոր քաղաքացիներին, իհարկե ովքեր ճամփորդում են։ Զվարթնող օդանավակայանում քաղաքացիների ուղևորների մաքսային հսկողությունն ու զունությունը իրականացվում է հիմնականում այդ կարմիր ուղիով, սակայն ընդամենը մեկ սքաներ կա, ու հայրեջ կատարած քաղաքացուն մի քանի մաքսային ծառայող մոտենում են եւ ուղղորդում դեպի սքաներ, հերթերը կուտակվում են, մի հոգի եւ սարքն է աշխատացնում, մյուսը զունում է քաղաքացիներին, ու հերթերը կուտակվում է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ տուրիստների համար, հա, այդ նույն խնդիրը առաջանում, ու եթե չեմ սխալվում, բոլոր ուսումներից եկող ինքնաթիռների դեպքում խնդիրը նույնն է։ Ինչու այս դեպքում չեն ավելացում այդ սքաներների քանակը, որպեսզի քաղաքացիները նման խնդրի չբախվեն, հատկապես որ ասում են, որ Հայաստանը ուսում ենք նաև որպես տուրիստական երկիր ներկայացնենք աշխարհին, բայց այսպես խնդրի հենց երկիր մուտք գործելուց արդեն քաղաքացին տեսնում ու բախվում է դրան։ Ինչ է բոլորին ուղարկում կարմիր ուղղությունը։ Հա։ Ստացվեց բոլորին չենք ուղարկում։ Ցավոտ թեմա է, այտենց տարիներ շարունակ դրսևորված։ Պետք է ախտորոշենք ինչ է իրականում տեղի ունենում, որտեղ խոսքը բոլոր ուղիների մասին չի, եւ հետեւաբար ոչ բոլոր քաղաքացիներն են այդ խնդրին հանգում, եւ ես ինքս ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր չլինելով օրինակ այնպիսի մարդ, որը որ օրենքը խախտելու միջոցով է փորձում սահմանը անցնել, հայտնվում է նման իրավիճակներում, դա ուղղակի ստիպված ենք լինում երբեմն անել, ինչու, որովհետեւ օրինակ ուղիներ կան, ենթադրենք Դուբայը, որտեղից բոլորը շատ լավ գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենա, որտեղ երբ որ ես պետական եկամուտների կոմիտեում չէի աշխատում եւ ես օրինակ Դուբայում եմ եւ ուզում էի թռնել Երևան, ինձ նման առաջարկներ էին անում օրինակ օդանավակայանում եւ ես մերժում էի, որտեղ հասկանում էի թե ինչ է տեղի ունենում։ Ընդհուպ միջև օրինակ բացի օդանավակայանից կա երևույթ, որ հենց օդանավի մեջ բաժանում են օրինակ հեռախոսները։
Այսպիսի բան էլ կա։ Ես բաց խոսում եմ, այսինքն պետք է ախտորոշենք իրավիճակը։ Հիմա ինչ անենք։ Պաշտպանենք օրինապար քաղաքացիների շահերը, թե չպաշտպանենք։ Հիմա այլ հարցը ինչպես պաշտպանենք։ Հիմա դուք ասում եք մեթոդը այդքան էլ լավը չի, որտեղ տուրիզմի առումով ինքը բացական որոշակի հետևանքներ կարող է ունենալ։ Նշեմ երկու կարևոր նախաձեռնություն, որը երևի չխոսեցի դրա մասին ես։ Առաջինը նախ պատմության մեջ առաջի անգամ գույքագրել ենք ամբողջությամբ բոլոր մարդկանց եւ ռիսկի պրոֆիլներ ենք սահմանել։ Նկատի ունեմ մեր համակարգում նայել ենք, տեսել ենք, թե որոնք են այն ռիսկային մարդիկ, որոնք պատմականորեն անցել են եւ իրականում անօրինական ճանապարհով փորձել են տեխնիկան բերել։ Արդեն ռիսկերի համակարգը ներդրված է, դա էլ ասեմ, ու գործում է եւ դա նշանակում է ավելի խելացի ձևով է թիրախավորելու այն մարդկանց, ովքեր որ բայց դա չի նշանակում, որ օրինակ կարմիր ուղի ընդհանրապես չեն մտնելու, որտեղ դա էլ է ռիսկի համակարգի հենց դա է ռիսկն է ցույց տալիս, թե մտնի կարմիր ուղի, թե կանաչ ուղի չմտնի։ Այս սկսել ենք արդեն կիրառել եւ պիլոտավորել։ Երկրորդը ազգային անվտանգության ծառայության հետ մեկտեղ մի կարևոր ռեֆորմի վրա ենք աշխատում, որը հնարավորություն է տալու տարբեր ուրեմն օդանավակայաններից նախնական տեղեկատվություն ունենալ։ Այսինքն միջև ուղևորի գալը Հայաստանի Հանրապետությունում մենք տեղեկատվություն ունենանք իր շարժի մասին եւ դրա միջոցով էլի խելացի ձևով վերլուծենք, հասկանանք որոնք են ռիսկերը եւ ամենառիսկայիններին անցկացնենք կարմիր ուղիով, ոչ թե օրինակ երբեմն շատ մարդկանց տվյալ չվերթի դեպքում։ Սա նախաձեռնությունները եւ հորդորս է, բայց ինչ է։ Չէ, անձնական տվյալի մասին չի խոսքը, այդտեղ բացած է։ Հիմա ինչ է։ Այդ մարդկանց մեղավորությունը դատարանի որոշումով փոխանցված է, որ իրաց մցրել եք այդ ցուցակի մեջ, թե ուղղակի զուտ կասկածի հիմա։ Չէ, տեսեք, նայեք։ Չէ, անմեղության այդտեղ հարց չկա, այսինքն մաքսային ռիսկերի համակարգը հենց այդպես էլ աշխատում է։ Ինչ է տեղ ունենում, եթե մարդը օրինակ խախտումներ իրականացնում եւ խախտումը մաքսային մարմինը արձանագրում է, այդ արձանագրումների պատմությունը, եթե օրինակ մի մարդու մասով հաճախակի է, հետեւաբար մեր համար ցույց է տալիս, որ այդ մարդը մեծ հավանականությամբ հաջորդ անգամ էլ այդ խախտումը կանի։ Խոսքը դրա մասին է։ Կարող ենք մենք ապահովագրվել նրանից, որ ասենք այդ օր այդ մարդու դեմքը մաքսային աշխատողին դուրս չեկավ, ինքը իրան ռիսկային համարեց, ինքը հետագայում այդ safe shortlist-ի մեջ կմտնի, Չէ, բացարձակ։ Հենց այդ սուբյեկտիվությունը ուզում ենք բացառենք, որտեղ իրականում հիմա եք դուք հայտնվում այդ վիճակում, որովհետև ամեն դեպքում մարդ է, եթե մարդը մարդու հետ շփվում է, բազմաթիվ տպավորություններ կարող է իրենց ունենալ։ Հիմա ուզում ենք այդ տպավորությունները վերացնենք եւ մարդուն ասենք, որ դիմացինը մարդ է, այսինքն մաքսային տեսուչին ասենք, դիմացինը մարդ է, եւ եթե դու օրինակ ռիսկերի համակարգով տեսել ես, որ այդ մարդը ռիսկային է, որովհետեւ պատմության ընթացքում ինքը անընդհատ խախտումներ է թույլ տալիս, իրան մոտեցի, ոչ թե բոլոր մարդկանց։ Այս դրա մասին։ Այո։ Ոսկու դեպքերը հետս հետաքրքրվել են, այսինքն գիտեք օրինակ ովքեր ոսկի տան Թուրքիան տեղից էժան լոնը ծախում, էժան դորներ առնում բերում։ Տեսեք, միշտ այդ գիտելիքը հարաբերական է, այսինքն մենք ամեն ինչ գիտենք, մենք սովորում ենք ընթացքում։ Ես նշեցի դրա համար պիլոտավորման մասին, այսինքն սկսել ենք գործարկել։ Ժամանակի ընթացքում այդ դեպքերը, երբ որ ավելի հստակ կարձանագրվեն ու կմցվեն այդ համակարգ, ինքը կաշխատի ու ավելի խելացի կդառնա։ Նույն տրամաբանությունն է, ինչ որ օրինակ ստվեր ենք բացահայտում կամ հարկային ռիսկեր ենք բացահայտում։ Բոլոր դեպքերում այդ նույն տրամաբանությունն է։ Որտեղ առաջարկել է հեռախոսներ, ինչ եք ասում, ոնց եք արտադրանքել, ինչ եք ասում։ Ես գիտեմ ինչի մասին է եղել, մերժել եմ։ Բայց եք ասել, երբ պատճառը տալու, հետո զգաս կնան Երևան ցածնացել, ինչ է սա։ Ես ձեր կարծիքով ես կասեի։ Համասեք դուք ինչ չեք ճանաչում, դեպքը ծառում չի։ Մերժել եմ ուղղակի։ Շնորհակալ եմ, ձեր հարցը։ Շնորհակալություն, ձեր նախորդ պատասխանի լրացումները ուղղակի չհասցրեց վերահսկվածում, այսպես ասած։ Ըստ էն անձնական կարծիքի արդյունք նման նոր թվային համակարգը ավելի արդյունավետ է, քան նախկին թղթային համակարգը, դա առաջին հարց։ Եվ երկրորդ պետական եկամուտների կոմիտեի կողմից հուվարի ձեռք է բերվել, որ 2 միլիարդ դրամի հին թղթային որոշման պիտան, ինչ ընթացակարգով է գնումը կատարվել եւ ինչպես է գնահատվել, արդյոք լավագույն գնով է ՊԿ դա գնում։ Շատ լավ։ Նախ տեսեք, ես մի փոքր հարցը ճշգրտեմ, որպեսզի ավելի ճիշտ մոտենանք էլի հարցին, որտեղ երբեմն տենց
նյութականին ենք մոտենում, ասում ենք թվային թղթային, այստեղ խնդիրը թղթայինը եւ թվայինը չի։ Այստեղ խնդիրը համակարգի բնույթն է եւ ընդ որում բացարձակ կապ չունի թե դա որ կազմակերպությունն է կամ ով է սեփականատերը, բացարձակ կապ չունի։ Խոսքը համակարգի մասին է։ Եթե կա համակարգ, որը սկզբում է ֆիքսում եւ երկրորդը, որը սկզբում է ֆիքսում, վերջում եւ այդ շղթայի ընթացքում, որը արդեն պատմեցի, այսինքն մենք ասենք այս QR-ների համակարգը թվային դրոշմավորման համակարգը ինքը սկզբում ու վերջում էր ֆիքսում, երբ որ ինքը սկզբում ու վերջում էր ֆիքսում, տարբեր գնահատումներով էապես չէր տարբերվում իր արդյունավետությունը մյուս համակարգից, որը հիմա այս տարի երկուսն զուգահեռ իհարկե գործում է։ Հիմա երբ որ ինքը ամբողջ շղթայի համար դա աշխատի ժամանակի ընթացքում, որը աշճանաբար ենք ներդնում, այդ ժամանակ ինքը էապես արդյունավետություն կապահովի, բայց նորից էլի կապ չունի բացարձակ ոչ թղթի որակի հետ, ոչ կազմակերպության հետ, ոչ էլ որևէ անձի կամ անձերի հետ, ովքեր որ օրինակ այդ կազմակերպության ղեկավարներն են կամ տնօրեն կամ սեփականատերերն են։ Ես ինչ-որ բան բաց թողեցի։ Հա, այս տարվա մասին է խոսքը։ Տեսեք, մրցութային ընթացակարգ է եղել, այսինքն մենք պատմականորեն ինչպես որ մրցույթ իրականացվել է, մենք էլ ենք այդ մրցույթը իրականացրել, այդ մրցութային ընթացակարգով տվյալ կազմակերպությունը, որը որ հաղթել է, հետո մատակարարումը իրականացրել է։ Այսինքն այդ նորմալ գինը ինչ որ սահմանել եք եւ առաջ։ Տեսեք, դժվար է ասել նորմալ գինը որն է։ Դրա համար պետությունը ունի ընթացակարգ, ասենք եթե օրինակ դու մրցույթ ես սահմանում, ու այդ մրցույթի ընթացքում նույնիսկ եթե մի կազմակերպություն է մասնակցում ու գին է առաջարկում, դա նշանակում է, որ այդ գինը պետք է ընդունես օպտիմալ, եթե նույնիսկ դա նորմալ կամ օպտիմալ չի։ Զուտ գնումների ընթացակարգի տեսանկյունից եմ ասում։ Ինչ? Այդ դեպքում մի ընկերություն է եկածել, թե մի քանիսի մեջից ընտրել եք այդ տարբերակը։ Եթե չեմ սխալվում, երկու դրվագ է եղել, մի դեպքում մեկն է մասնակցել, մի դեպքում երկու կազմակերպություն են մասնակցել, այսինքն կարող ենք ասել, որ գոնե ինչ որ մրցակցություն եղել է ու դրա արդյունքում է ընտրվել այդ կազմակերպությունը, հա։ Եթե չեմ սխալվում, երկու դեպքով այս տարի ունեցել ենք նման հայտարարություն։ Շնորհակալ եմ, հաջորդ առցանց հարցը հնչեցնեմ, եկամուտների հայտարարմանն է վերաբերում, խնդրում են ներկայացնել ձեր ունեցած վերջին տվյալները, թե մինչ այժմ քանի մարդ է հայտարարագիր ներկայացրել, եթե կան տվյալներ նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ, դա խնդրեմ ներկայացրեք, եւ այս րոպեին ազգային ժողովում քննարկվում է նախագիծը, որով ամսի 1-ից արդեն ուժի մեջ է մտնելու ըստ էության, եթե օրենքը ընդունվի, նոր մոտեցումը, ընդհանուր առմամբ սա հետքալ դիտարկում եք, թե ոչ։ Շնորհակալություն հարցերի համար։ Իհարկե միջև օրենքի ընդունումը պարտավոր ենք այդ ցուցանիշներից խոսել, բայց օրենքի ընդունումից հետո միգուցե այս քանակները այդքան հետաքրքիր չլինեն, այլ արդեն խոսենք օրինակ այն մարդկանցից, ովքեր որ սոցիալական կրեդիտներ են ստանում, ովքեր որ օրինակ համակարգում իրենց այն եկամուտներն են հայտարարում, որոնք մենք չենք տեսնում պետական եկամուտների կոմիտեն, բայց հիմա նշեմ 133,000 քաղաքացի հայտարարագիր հանձնել է արդեն, որից արդեն ունենք 51,000-ը, ովքեր ստացել են սոցիալական կրեդիտներ։ Սա է երեկվա դրությամբ պատկերն է։ Ինչ վերաբերում է քննարկվող նախագծին, որին պետական եկամուտների կոմիտեն է մասնակցել, այսինքն անկախ նրանից հեղինակը ով է, դա կարելի ասել այդպես համատեղ երկար քննարկումների հետևանք է, այդտեղ բացարձակ որևէ հետքայլ չկա, դա ընդհակառակը հիմնված է ախտորոշման վրա, թե ինչ է իրականության մեջ տեղի ունեցել, որտեղ եթե գիտեք բոլորդ, որ 2 տարի է համակարգը աշխատում է եւ դա բավականաչափ մեծ տվյալ է, որպեսզի մենք վերլուծելով հասկանանք ինչ է տեղի ունենում եւ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 64%-ը, այսինքն այս 133,000-ի եթե վերցնենք 64%-ը մեր քաղաքացիների, իրենք ըստ էության այն ինչ որ պետական եկամուտների կոմիտեն դրացնում է, դա էլ հանձնում են։ Այսինքն մտնում են, նայում են, ստուգում են, հանձնում են։ Ավելին, եթե գնում ենք օրինակ տեսնենք թե
լրացուցիչ ինչ են հայտարարագրում, տեսնում ենք 18%-ը այնտեղ հիմնականում հայտարարագրում են վարկեր եւ փոխառություններ, որի մասին վարչապետն էլ խոսեց այս վերջի կառավարության նիստում, այսինքն նույնիսկ այդ լրացուցիչ եկամուտները, որ լրացնում են, հիմնականում վարկ փոխառություն է, որը ինքնին եկամուտ չէ, բայց բանկային համակարգի միջոցով ապագայում հնարավոր կլինի ստանալ։ Այսինքն այս իրավիճակը ախտորոշելով ոնց որ այդ եկել ենք այդպիսի մի կետի, որ նախալրացումը ավելի օպտիմալ է ներկա զարգացումների պայմաններում եւ հնարավորություն կտա մարդկանց ուղղակի լրացնել այն մասերը, որոնք մենք չենք տեսնում։ Եվ իհարկե խրախուսման ճանապարհ ունի նաեւ սա, որովհետեւ պետությունը հիմա եթե նախկինում ասում էր, եթե բան չունեք լրացնելու նոր մտեք եւ հաստատեք, հիմա ասելու ենք, եթե ընդունվի օրենքը, մի ստորագրեք միայն այն դեպքերում, եթե սոցիալական կրեդիտ եք ցանկանում ստանալ, եւ իհարկե նաեւ պետք է նայեն այն դեպքերում, երբ որ այնպիսի ինֆորմացիա կա, որը պետական եկամուտների կոմիտեն չի տիրապետում, որի մասին մենք իհարկե իրազեկումներով հանդես կգանք ավելի մանրամասնելու։ Հետքայլ բացարձակ չկա, ավելին սա իօգուտ մեր քաղաքացիների է, սա նաեւ էապես բարձրացնում է այս համակարգի արդյունավետությունը, որովհետեւ ինքը հենվելու է էլի այդ նույն խելացի մոտեցման վրա, որ երբ որ մենք պետական եկամուտների կոմիտեում արդեն տվյալներին հասանելիություն ունենալով վերլուծելու ենք, ու այդ վերլուծության միջոցով ենք դիմելու համապատասխան մարդկանց առանց խանգարելու իրենց բնականոն կյանքին։ Պարոն Հակոբյան, միգուցե հաջորդ հարցս այդքան էլ ձեր գերատեսչության լիազորությունների մեջ չէ, բայց հնարավոր է քննարկումներից դուք տեղեկացված եք, որպեսզի այդ սոցիալական կրեդիտը, ինչպես նշում եք, խրախուսական բաղադրիչը ավելի ամրապնդվի, հնարավոր է առաջիկայում այդ գումարը ծախսելու ուղղությունները ընդլայնվեն։ Այս պահին նման քննարկում չկա, բայց եթե չեմ սխալում, տարբեր քննարկումների ժամանակ նաև հնչեցվեց նրա մասին, որ սա դեռ առաջին քայլն է, այսինքն սոցիալական կրեդիտ այս պահին ինչ որ ունենք, ու իր ծածկույթը եթե օրինակ վերցնենք, ինքը բավական լայն է այս պահի դրությամբ։ Կարծում եմ ժամանակի ընթացքում հետևելով այս համակարգի կայացման ընթացքին, միգուցե քննարկվեն օրինակ նոր ուղղություններ ավելացնելը, եւ ես նշեցի սկզբունքը խրախուսման, այսինքն կառավարությունը եւ ազգային ժողովի նախաձեռնությամբ ընտրում են մի ճանապարհ, որը ավելի շատ խրախուսման միջոցով փոխվստահության ամրապնդումն է քաղաքացու եւ պետության այս համակարգի միջոցով։ Ճշտով հարց խնդրեմ։ Արժեքին կուզենային այդպես այս տարի քանի հոգի պիտի հայտարարի ներկայացնի 24 թվականի եկամուտների համար եւ դիտարկում։ Ես մարդկանց քաղաքացիների զրույցներում զգացի, որ իրանք տեղյակ չեն, որ 300,000 շեղը չհաղթող եկամուտների մասը, որ կարող են չհայտարարվել։ Վերաբերում է 24 թվականին, դրա մասին տարվա սկզբին հայտարարեցի, քանային եթերում մի քանի օր հետո ճշտում մտցվեց, որ դա մեր 24-ին է վերաբերում։ Մարդկանց թվում է, թե դա պերմանենտ գործող ակցիա է լինելու։ Հիմա հնարավոր է իրոք այդ երկարացվի տարածվի նաև 25 թվի վրա։ Այս պահի դրությամբ քննարկվող նախագիծը, տեսեք, նախ նշեմ դա պետք նախագահի հրամանով կարգավորված շեմ է 300,000 դրամը։ Հիմա որպեսի ապագայի համար ավելի թափանցիկ ու հստակ լինեն հարաբերությունները պետության եւ քաղաքացու, այս նախագծով մի դրույթ կա, որը կառավարությանը հնարավորություն է տալու երկու կարևոր բան։ Սահմանի այն չհարկվող եկամուտները, որոնք կարիք չկա, որպեսի քաղաքացին լրացնի, եւ երկրորդ այն հնարավոր շեմերը, որոնք պետք է կիրառվեն։ Հիմա երբ որ նախագիծը քննարկվի ընդունվի, դրա հաջորդ փուլը կգա արդեն կառավարության կողմից համապատասխան որոշման մշակում, այդ մշակման փուլում կառավարությունը ավելի հստակ ուղերձ կհղի։ Բայց հիմա այդ եմ ասում, ես ինչի համար նշեցի, ասի որպեսզի ավելի թափանցիկ կայուն ու հստակ լինի ապագայում բոլորի համար, դա տեղափոխվում է կառավարության որոշման տիրույթ, եւ այդ ժամանակ արդեն հստակ կառավարությունը հանդես կգա բան, բայց կառավարությունը բացարձակ հակված չի այնպիսի քայլ անել, որ օրինակ խանգարի մարդկանց ամենօրյա կյանքին։ Դրա վառ օրինակը նա է, որ այդտեղ մի դրույթ էլ կա նրա մասին, որ ընտանիքի անդամների միջև փոխանցման հարցն են քննարկում, եւ դա էլ
եթե օրինակ եղավ, կստացվի, որ օրինակ ընտանիքի անդամների միջև փոխանցումներն էլ կարիք չկա անհանգստանալ դրանց մասին հայտարարելու եւ այս քայլերը ինչի մասին հուշում, որ ելի նորից իօգուտ մարդկանց է, որ շատ չխանգարենք իրենց գործակները կազմակերպելի շատ մտածեն այս շեմերի ու մնացած ամեն ինչի մասին։ Սանքցիաների մասով ասել Մենք քանակն է մարդկանց։ Հա, կներեք, այդ մասը երևի թե բաց թողեցի, այդ թվերի մասին շատ ենք խոսել, 700,000 եւ ավել մարդկանց։ Հա, 700,000 եւ ավել եմ ասում ինչի, որովհետեւ կա օրինակ մինչեւ 800,000-ի շրջանակներում լինի, ինչի է այդ անորոշությունը գալիս, որովհետեւ միշտ չի, որ պետական եկամուտների կոմիտեն օրինակ իրական շահառուներին գիտի։ Հենց դրա մասին մենք ինչի ենք հիմա ասում նախալրացում եւ ավելի շատ տվյալների հասանելիություն եւ վերլուծում, պետական եկամուտների կոմիտեն ճանաչի հայտարարություններին ավելի ամբողջական, երբ որ կճանաչի այդ ժամանակ ցուցանիշների մասին ավելի ամբողջական պատկերացում կունենա, բայց ամեն դեպքում մյուս տարի բոլորին է վերաբերում հայտարարագրումը, անկախ այս տարի ինչ ցուցանիշներ պետք է լինեն։ Դե գործող օրենսդրությամբ նախազգուշացում, հետո համապատասխան, հետոգանքներն էր կրկնապատկվող, հիմա դա էլ է քննարկվում ազգային ժողովում, քանի որ նախալրացման տրամաբանությամբ ունենք քննարկում հիմա անցնելը, դրանց հանելու մասին է նաև քննարկում իրականացվում։ Այո։ Հիմա կտեսնենք այսօրվա քննարկման եւ առաջիկա օրերի քննարկման արդյունքներով։ Դե տեսեք, մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք անկախ մարդը կմտնի կփոխի կամ չի մտնի չի փոխի, դա նախալրացում է եւ հանձնվելու է։ Այսինքն եթե սահմանված ժամկետում մարդը չմտնի ոչինչ չփոխի, ըստ էության օրենքը ասում է հանձնվելու է։ Այսինքն մարդը իր ռիսկով չի մտնում կամ մտնում է հայտարարագիրը նայելու։ Սա է, այս տրամաբանության մեջ խոսել սանկցիաների մասին այլևս այդքան տրամաբանական չի։ Ես ունեմ X աշխատավարձ ավտոմատ ձեզ մոտ երևում է լրացումը, իմ դրացուցիչ կողքի եկամուտները եթե ես չեմ հայտարարում, այդ դեպքում այդ ռիսկը ոնց է կարգավորելու։ Դե դա ձեր ռիսկն է, այսինքն եթե դուք օրինակ հարկող եկամուտ եք որոշը թաքցնեք, այդ դեպքում մենք պետք է մեր վերլուծական գործիքներով փորձենք բացահայտել դա։ Դա է լինելու ճանապարհը։ Եթե հարկող եկամուտ չկա, չգիտեմ, այլ եկամուտը բարդ։ Չէ, հարկող եկամուտ եւ այն չհարկող եկամուտները, որոնք որ կառավարությունը կսահմանի, որ պարտադիր է որպեսզի այդտեղ լրացվի, եթե կա։ Երկուսն էլ բան է։ Ասեցի, օրենքը ասում է, որ նախալրացված հայտարարագիրը հանձնվելու է ձեր փոխարեն, եթե դուք չմտնեք փոխեք։ Շատ լավ, դուք հարց ունեք, նորից խնդրեմ։ Պարոն Հակոբյան, նշեցիք, որ հարկատու 3 հարցեր ենթարկելու, նախ ինչն է եղել դրա այդ որոշման շարժառիթը, ինչ է կամին այդ ավազիվից, օրինակ ում գրպանն են կամով է շահել, հա, այդ միլիոնների ծախսից, ինչու համակարգը մինչև հիմա կարգածահարել հաշվետվությունները, դաշնաժամկետն է մոտենում։ Ու այդ ավազիտ անդրադառնալու հարկատու 1/3-ին եւ հնարավորություն հրապարակի կամ դիտել։ Շատ լավ։ Նախ թույլ տվեք չմեկնաբանեմ այն մասը, որ թե ինչ ում գրպանն է գնացել, որտեվ ես տարիներ շարունակ չեմ եղել այդ process-ներում, բայց այսօրվա իմ խոսքը նրա մասին էր եւ այդ օրինակ նույն խաղային օպերատորի դեպքում ես օրինակ վերեցի։ Իսկ մեր խնդիրն է մաքսիմալ թափանցիկ ու մրցակցային գնումներ կազմակերպել եւ այդ ընթացքում օբյեկտիվորեն ով էլ որ կհաղթի, այդ դեպքում այդ հարցը ձեր մոտ էլ երբեք չի առաջանա ապագայում։ Հիմա գամ այդ կաթվածահարության հարցին, դա կարծում իմ խոսքում ելույթի ժամանակ մեկնաբանեցի, չեմ կիսում այդ կաթվածահար ասվածը, բայց միգուցե այդպիսի տպավորություն կա ինչ որ կրիտիկական կետերի, որը որ նշեցիք։
Հիմա ես նշեցի ինչի մասին, ասի ամբողջ 9 ամսվա ընթացքի, եթե ժամանակը վերցնենք օրերով, ժամերով էական չի, կես տոկոսի մասին է խոսք գնում այդտեղ, այսինքն 99.5% դեպքերում համակարգը աշխատում է։ Հիմա, երբ որ գալիս է հաշվետվությունների շրջանը, ցավոք սրտի մեր երևի հարկային օրենսդրությունը այնպես է կառուցված, որ հիմնականում ասենք կոնկրետ ժամկետներ կան հաշվետվություններ հանձնելու, որոնք բավական մոտ են իրար։ Մեկ դա է, երկրորդը մեր էլի ցավոք սրտի մեր հայ ազգի տենց գենետիկ խնդիրն է, որ մենք սիրում ենք ամեն ինչ վերջում անել։ Այսինքն վերջին օրերին հաշվետվություն ներկայացնել, դիմում ներկայացնել եւ հորդորս նաեւ ուղղակի մի քիչ հոգատար լինենք այդ համակարգի նկատմամբ, նաեւ հարկ վճարողները եւ դիմում ներկայացնողները փորձեն ամենավերջնակետին չգան այդ ամեն ինչը ներկայացնեն, այսինքն երկու կողմանի խնդրեմ է։ Հիմա մյուս խնդրեմը ինչ ենք որոշել այդ աուդիտը իրականացնել։ Նախ համակարգը բավական հին է, այսինքն ինքը հին արխիտեկտուրայով արդեն այս նոր սերնդի թվայնացումները բավական առաջ են նրանից, ինչը որ մեր համակարգը ունի, չնայած հանուն արդարության պետք է նշել, որ ժամանակի ընթացքում այդ համակարգի վրա բավական աշխատանքներ են արվել, ընդհանուր միջև օրս բարելավումների տեսանկյունից։ Հիմա խնդիր կա, մենք այդ աուդիտը ինչի համար ենք անում, որ մի հատ հասկանանք այս համակարգի կյանքի տևողությունը, որ հասկանանք մեր նախաձեռնություններն ու ռեֆորմները առաջիկա տարիների որքանով կարող են կլանվել այս համակարգի կողմից եւ արդյոք կարիք կա այդ ասածս արխիտեկտուրան փոփոխության ենթարկելու։ Այսինքն աուդիտը մեզ կտա պատասխան, թե ինչպիսի համակարգ է պետք ունենալ ապագայում։ Այս պահին կառավարելի է իրավիճակը, բայց խնդիր կա ավելի համապարփակ հասկանալու եւ հորդորս նաեւ որ համագործակցենք միասին, որովհետեւ հարկ վճարողներն էլ պետք է գիտակցեն, որ այդ համակարգը իրենցն է եւ այդ համակարգի հանդեպ էլ պետք է փորձենք հոգատար լինել, որ այդքան ծանրաբեռնված կոնկրետ օրերի կամ կոնկրետ ժամերի չաշխատի ու վերջում բոլորս հայտնվենք մի վիճակում, որ մի քանի ժամ սպասում ենք, որպես այդ հաշվետվությունը ներկայացվի։ Բայց ամեն դեպքում գլոբալ իմ ասած թվերը կառավարելի են եւ այդ թվերը տեղավորվում են միջազգային ուղենիշերի մեջ։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, կան ինչ-որ թեմաներ, որ չանդրադարձ ուզեք ներկայացնեք։ Չեմ կարծում ինչ-որ հարց բարձրացին, երևի ես նախալերացման բան դուք ասում եք, որ մարդը չի մտնում, չի հաստատում, ապա դա նշանակում է մտել ու հաստատել հանձնել։ Եթե հետագան պարզին դեռ ինչ-որ սխալներ ա եղել, դրա համար պատասխանատու լինելու հարկային թե մարդ, որը առանձնալու հաստատել, այսինքն թողելա, որ ինքը իրանով հանձնել։ Տեսեք, անկախ այդ համակարգի գոյությունից, եթե օրինակ մարդիկ կան, ովքեր իրենց հարկերը չեն վճարում, դա արդեն իսկ այսինքն ուզեմ ասեմ, այդ պլատֆորմը էական չի, էականը նա է, չէ, մենք էլ եմ ասում, ես ժամանակին էլ եմ ասել, եթե կլինեն իրավիճակներ, որ մարդիկ ինչ-որ մի հատ օրինակ սխալմունք են արել այդտեղ, մենք միշտ սխալը ուղղելու հնարավորություն տալիս ենք, բայց եթե օրինակ քաղաքացիական դա դիտարկվելու, թե դա կդառնի ինչ-որ պատժի գործիք։ Չէ, իմ նորից էլի այսօրվա իմ ամբողջ զեկույցը բացարձակապես պատժի մասին չէր խոսում, դրա համար երբ որ կվերլուծենք կհասկանանք խնդիրը ինչ է, այդ խնդրի բովանդակությունից կախված վերաբերմունքը տարբեր կլինի։ Ճիշտ ասած չեմ հիշում դա օրինակում բացատրել թե ոչ, եթե ավտոմատ գեներացված աշխատություններ են փոխվում որպես քաղաքացին չի լրացնում, ավտոմատ գեներացում է, այդ դեպքում եւս սոցիալական կրեդիտները ստանում են։ Չէ, ես դրա համար նշեցի։ Այսինքն այդ ստորագրելու հանգամանքը շատ կարևոր է։ Մենք պետք է միշտ գիտակցենք, որ ինքը ոնց որ նաև որոշակի հոգատարության ու պատասխանատվության զգացում է թողնում մարդու մոտ, որ ինքն է իր հայտարարագրի պատասխանատուն, այսինքն ինքն է իր եկամուտների մասին թափանցիկ ձևով հայտնում պետությանը, այդ ստորագրությունը հենց այդ գաղափարն է թողնված, որ նաև խրախուսական որոշակի միջոց, սոցիալական կրեդիտի միջոցով, որ մարդը շահագրգռված լինել թափանցիկ իրենց կողմից ծնված պետության հանդեպ։ Իսկ ապագայի համար ինչ-որ մոտեցումներ քննարկվում են այդ համակարգի զարգացման ու որովհետև դա անվանորեն եկամուտների հայտարարությանը պետք է նաև ծախսերի հայտարարում հետևի, ինչ-որ
Սա հիմա քննարկվում է ինչ կազմով, թե թողնված է միջնաժամկետ ապագայի կամ երկարաժամկետ։ Այս պահին քննարկում չկա ծախսերի հայտարարագրման, բայց դե գիտեք, պաշտոնյաների մասով կան հայտարարագրեր, այդ հայտարարագրերում որոշակի ծախսեր հայտարարագրվում են, բայց կոնկրետ այս համակարգը միայն եկամուտների հայտարարագրման մասին է, բայց այդ ապագայի մասին, որպեսզի խոսենք, մենք ավելին ասեմ, հիմա մեր այն ռեֆորմը, որի մասին նշեցի, նոր հարթակ ունենալու, այդ նոր հարթակը փուլերով հասնելու ենք մի կետի, որ ֆիզանձը իր բոլոր հարկային հարաբերություններում պետության հետ շփվելու ունենա մի հարթակ։ Այսինքն այդ հայտարարագրման հետ բոլոր այն ծառայությունները, որտեղ պետական եկամուտների կոմիտեն մատուցում է ֆիզիկական անձին, ինքը մի հարթակով բոլորը ունենա իր աչքի առաջ։ Այս տեսանկյունից բարելավում նախատեսում ենք։ Չէ, հիմա օրինակ ասեմ, հիպոթեքի վերադարձի դիմումները առանձին հարթակով եք, չէ՞ դիմում։ Օրինակ տաքսի ծառայություն մատուցողները առանձին հարթակով են իրենց հարկերը հայտարարում։ Հիմա մենք նախատեսում ենք ֆիզանձի դեպքում միասնական պլատֆորմ ձևավորենք ու անկեղծ ասած ոգևորիչ թվեր կան։ Այս չի որ օրինակ մարդիկ պատրաստ չեն հայտարարել նույն տաքսիի մասով, նույն օրինակ վարձակալական վճարների մասով, ավելին ասեմ կան մարդիկ, ովքեր որ չհարկվող եկամուտների այլ տեսակներ են հայտարարում։ Այսինքն կա մարդկանց համախումբ, որը քիչ-քիչ գում է հասկանում է, որ ինքը պիտի իր պետության հանդեպ հոգատար լինի։ Սա միջոց է այդ հոգատարությունը ավելի լավ դրսևորելու։ Իսկ աշխատանքի վարձակալության հայտարարման կամ ձևակերպման ինչ-որ տվյալներ ունեն, տարվա սկզբից որքան ու ավելացել, որովհետև անցյալ տարի ակտիվորեն ուսանողում էի դա։ Ճիշտ ասած հիմա ձեռքից տակ չունեմ, բայց դա էլ աշխատանքային կարգով կարող ենք փոխանցել։ Եթե կարելի է այդ նոր էքսին, հաղթակը չմանրամասնեք ինչի մասն է։ Տեսեք, հիմա երբ որ մարդը կամ բրոկերը, երբ որ համապատասխան հայտարարագրման գործընթաց է անցնում, մաքսային հայտարարագրման, դրա հետ փոխկապակցված օրենսդրություն կլինի, ասենք օրինակ օրենք, որոշում, հրաման, տարբեր վճարների եւ մաքսատուրքերի մասին տեղեկատվություն, մենք ճիշտ է կայքում հրապարակում ենք այդ ակտերը, բայց միասնական հարթակ որպես այդպեսին չկա։ Հիմա մենք արտահանողի ու ներմուծողի համար բոլոր ընթացակարգերը, բոլոր իրավական ակտերը շատ պարզ ձևով մի հարթակում զետեղելու ենք, որ մարդը երբ որ օրինակ մի օր որոշեց, որ ինքը արտահանման է զբաղվում կամ ներմուծմամբ, ցանկացած տեսակի տեղեկատվություն այդ համակարգ մտնելուց տեսնելու է եւ նույնիսկ կարողանալու է հաշվարկել իր մաքսատուրքը, իր ապրանքի մաքսատուրքը կամ առանձին այլ վճարները բոլոր։ Նաեւ հաշվիչ կլինի այո։ Երբ եք նախատեսում գործարկել։ Դա հիմա միջև տարեվերջ մշակումը կավարտենք, գործարկման մասին արդեն ըստ դրա որոշումը կկայացնենք, բայց բավական շուտ է, առաջիկա ամիսներին։ Եվ այդ QR կոդերի հետ կապված մենք ուզում էի հասնել, այդ յակոմի շրջանակում նաև նմանօրինակ ծրագիր ներդրում է փուլային կարգով ապրանքների հետագծելիության եւ տարբեր խումբ ապրանքների վրա աստիճանաբար սկսում է տարածվել Հայաստանում, ասենք, ինչպիսին դրա տարածման դինամիկան, այսինքն հիպավոր ապրանքների վրա տարածվում, սինխրոն, այսինքն այն ինչ հայտարարվում է յակոմի միանգամից մեծ մոդելի ուժի մեջ մտնում, թե ոչ։ Շատ լավ։ Եվ այդ ճիշտ ասած չէի կարողանում ինչ-որ հիմա հասկանալ, այդ պիտակները յակոմի եւ հայկական դրանք մեկ ազգային, դրանք զուգահեռ երկու հատ պետք է լինեն, ապրանքի վրա թե մեկ պիտակով երկու այդ բացը տասնում են։ Շատ լավ։ Դե այս համակարգի ծնունդը հենց այդ ԵԱՏՄ հարթակում քննարկումներից է եղել, այսինքն այս նույն նմանատիպ ծրագրեր եւ օպերատորներ գործում են թե Ռուսաստանում, թե Բելարուսում, թե Ղազախստանում, թե Ղырգызստանում եւ ամբողջ նպատակը հենց նա է եղել, որ փոխգործելի լինի։ Փոխգործելիությունը նշանակում է, որ երկու անգամ պետք չի պիտակը կպցնել։ Մենք հիմա ակտիվ այդ փոխգործակցություն փուլերը անցնում ենք, չի կարելի ասել, որ բոլոր ապրանքների համար ունենք, բայց աշճանաբար բոլոր ապրանքների համար ներդնելու ենք, այսինքն այդ փոխգործելիությունը մինչև տարեվերջ շատ ակտիվ ձևով կանենք ու այս պահին գործող ապրանքների մեծ մասի համար ունենալու ենք մինչև տարեվերջ։ Ինչ վերաբերում է համակարգում քանի ապրանքներ են
Հիմա եթե հիշողությունը չի դավաճանում, ապրանքախմբերի քանակը մոտ 20-ի շուրջ է, որի կեսը այս նոր համակարգում են, կեսը դեռ նախորդ եւ հունվարի 1-ից ամբողջությամբ նախատեսվում է կառավարության որոշությամբ անցում կատարել այս թվային դրոշմավորման համակարգին։ Իսկ ասեցիք երկրորդ տարվանից, այսինքն օրինակ Ռուսաստանի դաշտային հարկային ծառայության տեսուչը մեր արտանված ապրանքը, այդ ապրանքի վրա բարձված քվոթը կկարողանան եւս ընթերցել։ Հիմա էլ ապրանքներ կան, օրինակ ջրի դեպքում կա այդ փոխգործելիությունը։ Հիմա էլ ապրանքներ կան, եւ օրինակ հիմա ջրի դեպքում այդ փոխգործելիությունը կա։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, մեր հարցերը սպառվեցին, ձեր գործային հաջողություն ավարտենք։ Շնորհակալություն։